Ողջույն Օրագիր Նյուսի սիրելի հետևորդներ, եթերում Մարտին է, ես Աննա Մեկունցն եմ եւ այսօր իմ հյուրն է Արցախի գրողների միության անդամ, Ամերիկայի հայ գրողների միության անդամ Սիլվարդ Մարգարյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես շատ ուրախ եմ, որ դուք ընդունել եք իմ հրավերը։ Նմանապես Միանգամից ուզում եմ խոսել ձեր գրքերի մասին։ 15 գրքի հեղինակ եք, Լուսատիտիկներ, Ղարաբաղը, իսկ այս վերջերում նաև Իմ աղոթարան գիրքը լույս տեսավ։ Հիմնականում ձեր գրքերի թեման հող հայրենիք, արմատ, պատմում եք միշտ հայրենիքի ցավի մասին։ Ես կուզենայի վերհիշենք Արցախը։ Դուք ծնվել եք Արցախում։ Այո, ծնվել եմ Արցախում, Ասկերանի շրջանի Խնածաղ գյուղն է իմ ծննդավայրը, սակայն ողջ գիտակցական կյանքս ապրել, ստեղծագործել, ծառայել, աշխատել եմ Ստեփանակերտում։ Ես գիտեմ, որ դուք նաև զինվորական եք եղել, նաև շատ հետաքրքիր պատմություններ կան, լրագրող եք աշխատել, նաև Պաշտպանության բանակում եւ կոմանդասի հետ կապված հետաքրքիր պատմություններ կան։ Ինչ կհիշեք ձեր այդ տարիներից։ Պաշտպանության բանակում իմ ծառայողական տարիները, որոնք տևեցին 1.5 տասնամյակ, ես համարում եմ այդպես ճակատագրի նվեր, այդպես ոնց ասեմ, որ ճիշտ ձևակերպեմ, այդպես բախտը ինձ այդ ժպտաց, ես միշտ հեռվից հեռու նախանձով էի նայում զինվորական հագուկապով տղաներին եւ աղջիկներին, նրանց մեջ հատուկ այդպես կային, ու մի օր առաջարկ ստացա ծառայության անցնել Պաշտպանության բանակում, խնդրեցի մեկ շաբաթ ժամանակ մտածելու համար, որովհետև աշխատում էի Ազատ Արցախ թերթում շատ ակտիվ ստեղծագործական կյանքով, Մաքսիմ Հովհաննիսյանն էր խմբագիրը մեր մեծ ուսուցիչը, որից շատ բան ունեինք սովորելու։ Մի տեսակ այդպես նեղվեցի, ասեցի գնամ ես ամենը թողեմ, դժվար էր, մեկ շաբաթ ժամանակ խնդրեցի, բայց ինձ սпасել չտվեցին, հրամանատարի տեղակալը անձնակազմի գծով ասաց պետք է գաս, մենք ունենք ձեր կարիքը, հետո մտածեցի, ասեցի այ մարդ ինչ մտածելու ժամանակ է, եթե հայրենիքը քո ծառայության կարիքը ունի, պետք է առանց մտածելու գնալ։ Գնացի այդպես, մտածում էի մի քանի տարի կմնամ կօգնեմ իրենց, հետո հետ կվերադառնամ, բայց այդ մնացի մինչև զորացրվելու տարիքը եկավ։ Այո, ես գիտեմ, որ ամենաթեժ կետերում եք եղել, լուսաբանել եք։ 15 տարի շարունակ առաջնագծից ռեպորտաժներ եմ վարել, գրքեր եմ գրել հերոսների մասին, ունեմ գրքեր, ասենք Մարտակերտ չհայտարարված պատերազմի կիզակետի առաջին փաստագրական գիրքն է, որը տպագրվել է հազարավոր տպաքանակներով եւ ամբողջ աշխարհով մեկ ինքը գնացել է, այսօր ինձ շատերը այդպես հիշում են այդ գրքով, առաջին գիրքն էր, որտեղ կար պատասխան Մարտակերտի բռնագաղթի մասին եւ ինչպես եղավ այդ ամենը։ Սլավա Մոսունցնեկ Մարտակերտ թերթի խմբագիրներ, եկել էր հատուկ իմ հետ ծանոթանալու, վերջին տարիներին Ռուսաստանում էր ապրում։ Ասեցի ես մի գիշերվա մեջ գրքերից հազարավոր օրինակներ, գիշերները քսրքսեյանում գիրք էի սարքում, ուղարկում էի տարբեր քաղաքներում ապրող մարտակերտցիներին եւ ղարաբաղցիներին։ Հետո Վլադիմիր Բալայանի, Լեոնիդ Ազգալդյանի մասին գիրք գրեցի, որը նույնպես էլի հազարավոր օրինակներ էր, այսօր իմ գրքերի մեծ մասը մնացել են Արցախում, հիմա այստեղ ում նվիրել եմ, խնդրում եմ, որ ինձ գոնե մեկական օրինակ հետ վերադարձնեն, Փառք Աստծո ստացել եմ, ունեմ, ազգային գրադարան եմ տարել մեկական օրինակ, որը թվայնացվել է նաև, ինչի համար շատ ուրախ եմ, շնորհակալ եմ։ Հետո Պաշտպանության բանակի պատմությունը, հաղթանակներ ինչպես եղել են գրքի համահեղինակ եմ, որը տպագրվել է իմ հավաքած փաստերի հիման վրա մեծագույն այդպես աշխատանք էի կատարել։ Նա այսօր էլ շարունակում է, ինչ վերաբերում է կոմանդոսին, ապա իմ ճանաչած այն մարդկանցից է, որ երեխայի պես ազնիվ, երեխայի պես մաքուր ու նվիրված, մեծ նվիրյալ էր հայրենիքի, նաև ֆիլմ ենք նկարել իր հետ միասին, բազմաթիվ անգամ ես իրենից հարցազրույցներ եմ վերցրել, այսօր էլ չգիտեմ ճիշտ է այսպես ժամանակից առաջ ընկնել եւ ասել, որ այսօր ես պատրաստվում եմ գիրք տպագրել մայիսի 9-ին լրանում է Շուշիի ազատագրման 35-ամյակը
Եվ իմ հոգու պարտքն է, այդպես պարտք ունեմ 92 թվականին, երբ եղավ Շուշիի հաղթանակը, այդ օրվանից մինչև այսօր էլ ես հավաքում եմ նյութեր, տղաների պատմածները, իրենց առաջին դեմքով։ Օրինակ, ինչ միջեմ մեջ պատմություն ամտում։ կպատմեք մեզ։ Հրաշալի, այնտեղ հրաշալի պատմություններ կա, որ տղաները պատմում են, թե ինչպես են մտել Շուշի, նախ ասեմ, հետո դառնամ ձեր հարցին։ Այնտեղ գլխավոր հերոսը, գլխավոր կերպարը կոմանդոսն է այդ գրքի, եւ ես գտնում եմ, որ դա իմ հոգու պարտքն էր նաեւ իր առաջ, իր հիշատակի առաջ, եւ բոլոր այն տղաների առաջ, որ զոհվեցին Շուշիում կամ այսօր էլ ապրում են, եւ նրանք իմ հերոսներն են։ Չեք պատկերացնի, թե ինչքան ինձ վարձատրված, չգիտեմ թե ինչքան երջանիկ եմ զգում, որ ես ճանաչել եմ իսկական հերոսին։ Իսկական հերոսները դրանք գրքի մեջ չեն, նրանք մեր կյանքում են եղել ամեն օր, նրանք շատ համեստ են։ Ես միշտ ասում եմ ու հիմա էլ չեմ զլանակրկնել, որ իմ հերոսներից ես սովորել եմ հայրենիքը լուր սիրելու գաղտնիքը արվեստը, սովորել եմ հայրենիքին խոնար այդպես ծնկաչոք սիրելու ու լուր սիրելու, այդ մասին չբարձրաձայնելու արվեստը։ Ընդհանրապես այն մարդիկ, այն տղամարդիկ, ովքեր որ եղել են պատերազմի դաշտում, միշտ լուր են եւ իրենց հերոսությունների մասին միշտ կողքից ենք լսում։ Նրանք միշտ ինքնամփոփ են, միշտ ինչպես դուք նշեցիք, լուր են սիրում հայրենիքը։ Մենք հրամանատար ունեինք Սևակը Ճարտար գյուղից, Տշնամու գնդակից զոհվեց Սևակը գնդապետ։ Ես տղաները իր մասին չէին պատմում, ինքը շատ լավ բան էր, գումարտակի հրամանատար էր, մեր կոմբատներից էր լավագույն։ Ասում էի Սևակարի մի հատ հարցազրույց անենք, քո գումարտակը լավագույն էր ճանաչվել, ասում ինչ եմ արել ես։ Հետո տղաները ինձ պատմեցին, ասում ես չեմ կարող խոսել ուրիշներից հարցերով։ Հետո պարզվեց, որ Սևակը ավարտել է համալսարանի բանասիրական բաժինը, էդ էլ Հեչերիկ, ինքը նաև ստեղծագործում էր։ Նրանք այդպես չէին խոսում այդ մասին, մեկ ուրիշը լիներ կծածաներ այսպես իրեն։ Նրանք հետո ես ուրիշներից իմացա, իհարկե, այդպես իմ հնարքներով իրենց զրույցի հրավիրեցի, կա իմ արխիվներում, այդպես բաներում, թերթերի տրցակներում պահպանվել են այդ բոլոր զրույցները եւ շատ-շատերը չգիտես որի մասին խոսես։ Ամենատպավորիչ պահը, օրինակ 92-ի մեր հաղթանակի օրերից ամենատպավորիչը, որը որ դուք ֆիքսել եք եւ մինչ օրս հպարտությամբ հիշում եք, ո՞րն էր։ Շուշիի ազատագրումը 92 թվականի մայիսի 9-ին մենք ընտանիքում մեծ ողբերգություն ունեինք, քրոջս ամուսինը մահացել էր, իր հուղարկավորության օրներ Ուկրաինայի Խերսոն քաղաքից տեղափոխել էին, մենք ոդկով գյուղ գնացինք, տրանսպորտ ոչ մի միջոց չկար, հետ էին գալիս եւ կրակում էին թնդանոթները, այդ խնածախին տեղ մի աղբյուրի մոտ ձոր կար, այդ ձորից էին թնդանոթները կրակում, ամբողջ այդ սնարյադների, այդ հրթիռների տակով մենք եկանք հասանք Ստեփանակերտ, հետո երեկոյան ջուր չունեին, գիտեք, դուք փոքր եք հավանաբար չգիտեք, գնացի որ թատրոնի մոտի 3 կրանից էս շատ հայտնի, որը հիմա ցավոք քանդել են, այո, քանդել են, բայց մեր հիշողությունը քանդել չեն կարող։ Գնացի որ ջուր բերեմ ու Շուշիի ազատագրման այդ սալյուտները, այդ ֆեյերվերկները, այդ զգացողությունը, ես այդպիսի զգացողություն մեկ էլ այդքան ոնց ասեմ, sense որ հոգիդ այդպես երկի ցնցվի, այդպես մեկ էլ որ մայր եմ դարձել, մեկ էլ որ մայր եմ դարձել առաջին եկս ծնվել է այդ ժամանակ եմ այդպիսի զգացողություններ, երբ բերկրանքից սիրտը տուրչում է եւ ուզում է դուրս գալ այդպես կրծքավանդակից ուրախությունը։ Դուք շատ առատ եւ շատ գունեղ կյանք եք ապրել։ Մի քիչ առաջ անցնենք 2020 թվականի պատերազմից հետո բնականաբար մենք որոշեցինք մնալ եւ պայքարել մինչեւ վերջ մեր իրավունքների համար, ցավոք սրտի տեղի ունեցավ այն ինչ տեղի ունեցավ 23 թվականի գաղթի ճանապարհը։ Երբ դուրս եկաք Արցախից եւ ինչպես հրաժեշտ տվեցիք ձեր տանը։ Իմ կյանքի ամենածանր զգացողություններն են դրանք։ Ծանր օրեր շատ են եղել այդպես, բայց դա անկրկնելի, անասելի, բառերով անասելի զգացողություններ են դրանք։ Ինչ եք հիշում ձեր տնից։ Ես անդադ հիշում եմ, որ ես վազում եմ Ստեփանակերտի փողոցներով։ Ուզում եմ ամեն ինչ տեսնել, գնացի եկեղեցի, մինչև հիմա այդ եկեղեցու դուռը համբուրել եմ, խաչակնքելու դուրս եմ եկել բանից առաջ, ճանապարհվելից առաջ, ու այդ դռան համը իմ բերանի մեջ է։ Երբ դուրս եկաք։ Ամսի
28-ին մենք եկանք երեխաների հետ էինք իհարկե, եկանք որ դուրս գանք չստացվեց, հետ դարձանք ու մի ամբողջ օր էլ վայելեցինք, մի ամբողջ գիշեր էլ մնացինք եւ անընդհատ ես մտածում էի իմ ունեցած ինֆորմացիայով չէ լրագրողները այդպես դետեկտիվ մտածողություն ունեն կարողանում են փաստերը այդպես համադրել բան ես ամեն պահ մտածում էի որ մեզ կասեն հիմա հետ ենք դառնում էլ չենք գնում փակե ճանապարհը անդադ սպասում էի բայց չեղավ այդ հետո այդ եղավ այդ բենզինի պայթունի զոհերին եւ մենք այդպես խառը այդպես չէինք ուզում նույնիսկ իրար աչքերի մեջ նայել մանավանդ ընտանիքի տղամարդկանց աչքերին շատ ծանր էր նայել նրանց աչքերին հանկարծ աղջիկս ասես մամ ջան տայի դες բանեն դեղերի պակաս կա բան ու դատարկեց իրանց այդ դեղատուփը վերցրեցի ու հիվանդանոցը մեր տնից մոտիկ էր երեխաների տնից արդեն գնացել է իրենց մոտ որ տեղափոխվենք ու վազելով այդպես եկա մանկական հիվանդանոց որտեղ վերել էին վերավորներին ես մոտեցա դուրը փակեր չէին թողնում հարազատները հավաքվել էին արդեն հանկարծ այդ պահակը այդ բանի հիվանդանոցից ասես բժիշկը եկել է հավանաբար դեմքս ծանոթ էր հերոստատեսությունից դեմքս ծանոթ էր մտածելի որ իր բժիշկներից եմ ասես բժիշկը եկավ հերոկացեք մտնի ես մտա եւ երանի թե չմտնեի այդ ձեները այդ աղմուկը այդ բանը ես վազում էի միջանցքով հիվանդանոցի սախ զբաղված էին ու ձեներ էր ահա որ ոնց որ դժոխքում էի հայտնվել մի բուժքույրի գտա ասեցի դեղեր են բերին չանում ասում ցավ տամ չեմ կարող ոչինչ ասեց դիր այնտեղ գնա ասեց սախ զբաղված են բժիշկները մարդկանց կյանքերը փրկում են վերջին շնչում են այդպես ու վազելով տուն եկա հիմա ինձ անդադ ինձ թվում է թե ես վազում եմ Ստեփանակերտի փողոցներով եւ օգնության կարիք ունի իմ քաղաքը եւ ես Որ հիշողությունն է, որ ամենաշատն եք վախենում կորցնել Արցախի հետ կապված։ Մինչև կյանքիս վերջի ես այդ հիշողությունները կորցնել չեմ կորցնելու։ Չգիտեմ, եւ հույս ունեմ, որ մինչև կյանքի վերջը վերադառնալու հնար լինելու է։ Չեմ հուսալքվում։ Փորձում եմ ուժեղ լինել։ Բոլորս, իսկ եթե վաղը արթնանաք եւ Արցախից միայն ունենաք մի հիշողություն, դա որը կլիներ։ Եթե մեկը ուրեմն ծառայությունը պաշտպանության բանակում, եթե երկուսը իմ մանկությունը, հեքիաթային մեծ ընտանիք, մեղվափեթակ միշտ այդպես է ինձ պատկերանում, մեծ ընտանիք, հոգատար հայրիկ, տատիկ մայր, շատ երեխաներ, շատ հորեղբայրներ, հորքուրներ, մի մեծ ընտանիք, մի մեծ մեղվափետակ, որ անդադ այսպես շարժի մեջ էր։ Իսկ կա մի ձայն հոտ կամ պատկեր, որը ձեզ ակնթարթորեն վերադարձնում է Արցախ։ Ես անդադ Արցախի ձայն, Արցախի այդ դաշտային ծաղիկները շատ սիրում, հետո որ այդ հնարավորություն եմ ունեցել եւ քաղաքացիական լրագրողական աշխատանքի տարիներին եւ ծառայության ոնց ասեմ 100 չի հազարավոր անգամներ հյուսիսից հարավ արևելքից արևմուտք կտրել անցել են բոլոր խրամատները, բոլոր ճանապարհները, բոլոր գյուղերը, այդպիսի մի բնակավայր չկա որտեղ իմ ոտքը դրած չլինեմ եւ այդ ամեն գյուղ իր հմայքը ուներ, ամեն խրամատ իր պատմությունը ուներ, այդ ամենը իմ մեջ ապրում է, այսպես տակ, թրթերի պես, այդպես ես միշտ ասում եմ, իմ կյանքը, իմ կեսդարյա, այդ որ գրչի նվիրված իմ կյանքը, իմ ձեռքը ավելի շուտ Արցախի զարկերակին է եղել, այդ տրոփյունը ես զգում եմ առ այսօր։ Եվ կա ինձ կարոտում է Արցախը, ես իմ բանաստեղծությունների մեջ այդ զգացողությունները արտահայտել եմ, միայն մենք չենք կարոտում, Արցախը մեզ կարոտում է, Արցախը մեզ հազար դերքով կանչում է։ Իհարկե, եւ կանչում է եւ սպասում, անպայման վերադարձ լինելու է։ Իսկ մինչ այդ տեղահանումից հետո, երբ որ մենք եկանք մայր հայրենիք, ես գիտեմ, որ դուք ակտիվորեն մասնակցում եք արցախահայության իրավունքների պաշտպանությամբ, զբաղվում եք այդ հարցերով եւ ակտիվորեն լուսաբանում եք, քննարկումներ եք անում, ինչ եք կարծում, ինչ օրս այդ խնդիրներից որոնք են լուծվել եւ արդյոք այսօր մեր արցախահայերի իրավունքները պաշտպանված են։ Այո, Ղարաբաղում էլ, Արցախում էլ ես հասարակական կազմակերպության համանախագահ էի, այդպես ակտիվ հասարակական գործունեությամբ էի զբաղվում,
Մայրություն հասարակական կազմակերպության համանախագահների Հասմիկ Միքայելյանի հետ միասին 30 տարի շարունակ այդպես ակտիվ կյանք ենք վարում։ Հետո երբ եկա այստեղ, մտածում էի, որ դա քիչ է, ես կեսդարյա այդպես կենսագրությամբ լրագրող եմ եւ պարտավոր եմ ստեղծել մի կառույց, որը ավելի կզբաղվի արցախցիների խնդիրներով, այդպես մտորումների մեջ բան գրեցի ծրագիր իհարկե եւ ներկայացրի, ստացա Արցախից Արցախ տեղեկատվական վերլուծական հետաքննական իրավապաշտպան կազմակերպությունը եւ արդեն երկրորդ տարին է այդպես ակտիվ կենսադիրքով ինձ հետ նաեւ համախոհներ ունեմ, նաեւ լրագրողներ կան այդ կազմակերպության մեջ, փորձում ենք հարցերի պատասխան գտնել, մարդկանց օգնել, ձեռք մեկնել, նամակներ գրել, չգիտեմ, ուղերձներ գրել, այդպես ընթացքի մեջ ենք, գործում ենք, այդպես հույսից կարճում ենք, բանայով պայքարում ենք, տեսնենք։ Օրինակ ընտրություններ տեղի ունեցան, Արցախահայությունը չմասնակցեց։ Դուք այս առումով ինչ եք մտածում։ Ես մասնակցել եմ։ Ունեք քաղաքացիություն։ Այո, ես ստացա քաղաքացիություն, ինձ ճիշտ ասած դա այդքան էլ պետք չէր, ես մտածեցի շատ երկար այդպես խորհեցի ստանալ թե չստանալ, ու մտածեցի, որ ես իմ ձայնով պետք է ընտրեմ նախագահ, որը այս երկրի հոգսերը կտանի իր վրա կվերցնի եւ նաեւ ինչու՞ չէ արցախցիների, այդպես ու չեմ հասկանում եմ մարդկանց, որոնք չեն էլ աշխատում տենց պարապսարապ, չգիտես տարբեր են կարծիքները, չեմ ուզում մեղադրել, շատերը ասում են վերջին հույսն է դա իրենց, մտածում են, որ եթե անձնագրի այդ կոդը փոխվի, ինչ որ բան պետք է փոխվի, բայց դա շատ փոքր է այն բաների հանդեպ, որոնք պետք է հաղթահարենք վերադառնալու ճանապարհին։ Իսկ ինչեր պետք է հաղթահարենք ըստ ձեզ։ Վատը գիտեք որն է, որ 35 տարին էլ մենք պայքարի մեջ ենք եղել եւ հանկարծ դա զրոյացել, այդպես փոշիացել է եւ ամեն ինչ պետք է զրոյից սկսենք։ Իմ հույսի երիտասարդներն են, որոնց հետ շփվում եմ նաեւ այդ հայսարակական գործունեության ընթացքում, որոնք տրամադրված են ոչ պակաս մեզնից հայրենասեր են եւ տրամադրված են շատ բան փոխելու, Արցախը չկորցնելու, բոլոր լծակները օգտագործելու եւ տուն վերադառնալու, հայրենիք վերադառնալու ինձ հույս է ներշնչում նրանց դիրքորոշումը, նրանց նպատակամիտվածությունը, նպատակաուղղվածությունը։ Օրեր առաջ իմ ավակ ընկերներից մեկն ինձ այսպեսի արտահայտություն արեց, ասեց գրականությունը ինչ որ չափով հավասար է քաղաքականության, որովհետև գրողները կերտում են հասարակություն եւ արժեքներ։ Դուք եւ զբաղվում եք քաղաքականությամբ եւ գրականությամբ եւ համաձայն եք այս մտքի հետ, որ գրականությունը համաձայն եմ, ողջունում եմ, ով ասել է շատ ճիշտ է ասել, իմ այս վերջին գիրքը եւ շնորհանդեսը եւ ֆիլմի շնորհանդեսը եւս մեկ խոսք, մեկ ձայն էին այդ առումով, որովհետեւ գիտեք, դուք նույնպես մասնակից եք եղել այդ միջոցառմանը, ձեր ասմունքով նաեւ ձեր ասմունքով գեղեցկացրել եք իմ երեկոն, ինչի համար շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Գիրքը կոչվում է Իմ աղոթարանը գիտեք, եւ յուրաքանչյուր բանաստեղծություն այնտեղ մի աղոթք է, եւ շատ շնորհակալ եմ գրքի եւ խմբագրին եւ խոսքեր գրել Արմեն Հովհաննիսյան, բանասիրական գիտությունների տեխնացու գրականագետ, երբ մենք խոսում էինք, այդպես անսպասելի էր ճիշտ ասած իր խոսքը ինձ համար, ինքը ասեց դու այստեղ լալկանություն չկա, այստեղ յուրաքանչյուր բանաստեղծություն մի դուռ է, որը ստիպում է մեզ ապրել, պայքարել ու միշտ հետ դառնալ եւ պինդ արցախցու, այդպես այդ կողը հաստ պինդ արցախցու խոսք է այստեղ կերպարն է այս բանաստեղծությունների մեջ, այն արցախցու, ասում էր դու մեզ ստիպեցիր կրկին ապրել ոչ միայն Արցախով, Արցախի այդ հիշողություններով, այլ վերադառնալու տրամաբանությունն է այստեղ, ինչպես ենք վերադառնալու, ինչ ենք անելու, ով է մեզ վերադարձնելու Արցախը, այնտեղ եթե կարդացել եք, պիտի իմանաք, որ ես սպասում եմ այն տղաներին, որոնք մեզ հաղթանակ են պարգևել եւ որոնց սիրտը հոգին լեռներում է եւ մի օր իջնելու են լեռներից։ Այո։ Ես հիշում եմ այդ գեղեցիկ տողերը։ Նույնը եւ ֆիլմը, որ իմ կյանքի պատմությունն է, իմ ստեղծագործական ճանապարհի եւ իմ հերոսների պատմությունն է։ Այդ արժեհամակարգը հայրենիքը սիրելու եւ փայփայելու այսօր մեր օրերում ակտուալ է, դուք դա նկատում եք։ Այո,
կարող եմ ասել, որ միանշանակ այդպես է, եւ շփումների ընթացքում եւ գաղափարական ընկերների իմ, որոնց ձեռք են բերել իմ կեսդարյա ստեղծագործական այդպես աշխատանքի ընթացքում, Պարուշ Սևակը ասում էր, եթե ինձ աղակ ծորեն հասկի պես ինձնից հայրենիք կհորթա, այդպիսին ես եմ, այդպիսին դու ես, այդպիսին ձեր ստեղծագործական կազմն է, այդպիսին իմ գաղափարակից, իմ ճանապարհի ընկերներն են, որոնց հետ մենք երկար ճանապարհ ենք անցել պայքարի, մենք լծված ենք նորից սկսելու պայքարը եւ արդեն սկսել ենք, ոչ թե լծված ենք, սկսելու մեր պայքարը կանգառ չունի, մինչև կրկին Արցախ կվերադառնանք։ Որպես բանաստեղծուհի ձեր կյանքի կարգախոսը ո՞րն է։ Կյանքի բանաստեղծությունների մեջ պետք է շատ ազնիվ լինես, անկեղծ լինես, պետք է այնքան մաքուր, այնքան անկեղծ լինես, ընթերցողը այդ սուտ ստեղծված այդ բանը իսկույն զգում է, ընթերցողը սիրում է ազնվությունը մինչև վերջ անկեղծությունը, կարծում եմ ինձ հաջողվել է այդպես անկեղծ լինել իմ տողերի մեջ։ Եթե չես կարող այդպես անկեղծ, այդքան անկեղծ լինել, ուրեմն դու չես ընթերցվի, քեզ չեն ընդունի, դու մարդ ես, բանաստեղծ ես, որ բոլոր կողմերից տեսանելի ես, նաև երբ ակտիվ ես եղել այդ ամբողջ տարիների ընթացքում, ես ինձ վարձատրված եմ զգում, երբ արձագանքում են եւ հավաստում են, որ դա իրականություն է, որ նաև ես իմ տողի իսկությունը ապացուցում եմ իմ ապրած կյանքով։ Եվ վերջին հարցը Տիկին Մարգարյան, եթե կարողանայիք մեկ նամակ ուղարկել ձեր տան պատերին, ինչ կասեիք։ Կասեի ներսից փուլ չգաս, սպասիր, մենք գալու ենք։ Մենք վերադառնալու ենք։ Եվ հեռու չէ այդ օրը։ Շատ շնորհակալ եմ այս անկեղծ հարցազրույցի համար, հուսամ դեռ կհանդիպենք։ Ես եմ շնորհակալ։ Դե ինչ սիրելի հետևորդներ, հիշեցնեմ, որ Օրագիր Նյուզի եթերում Արտին էր, ես Աննա Մեկունցն եմ եւ իմ հյուրն էր Արցախի գրողների միության անդամ, Ամերիկայի հայ գրողների միության անդամ Սիլվա Մարգարյանը։ Կհանդիպենք։